Ալեքսանդրյան, իրականում մենք գորենք ձեր աշխատանքից, կուզենանք, որ ձեզ ավելի այլ պաշտոններ տեսնենք, որովհետև իրականում դուք եք քաղաքացիներից եք, այն մարդկանցից եք, որ դերևս կարող եք ձեր հայրենիքին, ձեր հայրենի քաղաքի մեր պետությանը տալ ձեր գիտելիքները եւ աշխատանքը։ Շնորհակալություն մեր բոլորիս կողմից։ Եվ թույլ տվեք սիրելի ներկայացնել բավականին ներկայացնեմ բավականին ասեմ։ Եվ թույլ տվեք մեր բոլոր անունից շնորհավոր ենք ևս մեկ անգամ պարոն Վարակյանին, պարոն Վարակյան, շնորհավորում ենք, որ այսօր դուք ստանձնել եք արդեն քաղաքապետի պաշտոնը, վստահ եմ, որ իրոք ձեր անցած ճանապարհը ազգային ժողովում լուրջ հնարավորություն կտա քաղաքում, իհարկե խնդիրները ամբողջովին չեն լուծվել միշտ քաղաքապետի օրոք, հույս ունենամ, որ կարևոր խնդիրներ կան, ձեր օրոք կստանան որոշակի լուծումներ։ Ես դրանում վստահ եմ, շնորհավորում եմ, ցանկանում ձեզ բեռնավոր աշխատանք, ճիշտ հարաբերություններ աշխատակազմի հետ։ Ամենակարևորը, որ կարողանանք իրականում քաղաքում ինչ-որ մի բան փոխել։ Շնորհավորում եմ։ Հոկտեմբերի 2-ին նաև տեղի ունեցել ավականում ընտրությունների քաղաքի, երևի նաև ընթերցի ավականներ ովքեր են ընտրված։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Շիրակ մարզի Աշտիկ համայնքի ավականու անդամներ են ընտրվել Աբրահամյան Ալեքսան Անուշավանի, Ասադրյան Լիլիթ Սայատի, Զմունի Գոյրուն Մեսրոպի, Կասպարյան Վաղաշակ Մանուկի, Հակոբյան Հարություն Համբարձումի, Հակոբյան Տարոն Արամի, Հուլիջողյան Ռաֆիկ Կարնիկի, Մգրչյան Մուշեղ Թորգոմի, Նիգողոսյան Արմեն Ռազմիկի, Չոպիկյան Արտակ Սամվելի, Պետոյան Թուրինչ Թատեմոսի, Սահակյան Ահարոն Ալբերտի, Վարակյան Արդաշես Բաբիգի, Վարակյան Մեսրոպ Ռաֆիկի, Վաստանյան Օսկար Հոլմս։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, եկեք մենք բոլորս միասին շնորհավորենք նաև մեր ավականու անդամներին։ Ցանկանում մեկնավոր աշխատանք, ավական ինստիտուտը գիտեք, որ սիրելի ներկաներ շատ կարևոր է, դա վերահսկող մարմին է ցանկացած քաղաքապետի, ինչքան էլ որ քաղաքապետը լավ լինի, ինչքան էլ որ նվիրված լինի, միևնույն է աշխատի այս ինստիտուտը, որպեսզի կարողանա ամեն ինչը իր հաշվեք բալանսին բերի, կարգավորի։ Եթե դուք ճիշտ չաշխատեցիք, ձեր լիազորությունը ճիշտ չկատարեցիք, այդպես չի, որ քաղաքապետը ամբողջովին կանի ինչ-որ իրականում օրենսդրությունը պահանջում է։ Ցանկանում եմ ձեզ բեռնավոր աշխատանք, կուզենամ, որ ձեր աշխատանքը իրականում քաղաքապետ նպատակաուղղված լինի քաղաքի զարգացման առաջընթացի հետ։ Եվ երևի խոսքը տամ պարոն Աբրահամյան ձեզ, որից հետո նաև պարոն Վարակյան։ Շնորհակալություն, Արգորժան Մարզպետ, հարգելի համապարակացիներ, սիրելի լուր, այսօր ըստ էության ավարտվում է պաշտոնավարման քարոզարշավը եւ ձեռքբերումների մասին կամ բացառումների մասին ավելի լավ եւ ավելի ակնառու կարող են գնահատականներ տալ մեր համակարգացիները եւ այն ծառայությունները եւ այն կազմակերպությունները, ում հետ ծավալվել է քաղաքապետարանի աշխատանքը, բայց սկզբունքային այն մասով, ինչ ես նպատակադրվել էի անելու եւ ինչ որ կար իմ նախագծերի մեջ, ըստ էության ես բոլորին անդրադարձել եմ, մի մասը հաջողվել է, որոշ բաներ չի հաջողվել, բայց կարևորը նա է, որ նաեւ քաղաքում այն իրավիճակը, որ կար բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված կար խնդիր իմ կողմից կարևորագույն, որ պետք է դա փոխվի, երևի թե ինչ-որ չափով հաջողվել է, այսօրվա մեր այս հավաքը եւ նախկին եւ նորընտիր քաղաքապետի ներկայությունը նաեւ դրա բականն է եւ նաեւ շատ կարեւոր է, որ ամբողջ 4 տարիների ընթացքում թե հավաքանու անդամների հետ, թե մարզային իշխանությունների հետ, թե այլ ծառայությունների հետ իմ աշխատանքը կարծում եմ ստացվեց։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, պարոն Մարզպետ ձեզանից եւ բոլոր մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներից համատեղ արդյունավետ աշխատանքի համար, իսկ անձամբ իմ մասին ուզում եմ ասել, որ ես
պարոն Վարագյան, մնում եմ պարտիկի քաղաքացի, միշտ որոշում եմ, որ աշխատեմ և պատրաստական եմ արդեն այս 4 տարիների ընթացքում ձեռք բերած փորձը, իմ ընտանուր ունեցած նաև գիտելիքները պահանջի դեպքում ներդնել մեր քաղաքի հետագա զարգացման համար։ Շնորհակալություն և ցանկանում եմ, որպեսզի քաղաքապետը իր ծանր աշխատանքում իրապես հաջողի, որովհետև դրանով պայմանավորված մենք կունենանք ավելի լավ համայնք, ավելի լավ պետություն։ Շնորհակալություն և բարի երեխա, շնորհակալություն։